Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե լավ կլինի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ մեկ երկիր Ռուսաստանից գնի հայկական երկաթուղու կառավարման իրավունքը։ Զախարովան հայտարարել է, որ ավելի քան 20 տարի ռուսական ընկերությունը հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները։ Նրա խոսքով Երևանում գուցե մոռացել են դրա մասին։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը պետք է հաշվի առնեն նաեւ նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել Հայաստանում այս հարցի մասին, հայտարարել է Զախարովան։ Նա հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ընդհակառակը ստեղծում են դրանք։ Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա 26-ամյա Վասիֆ Չոբանովը ականազերծման գործակալության աշխատակից է։ Միջադեպը տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի տարածքում։ Պայթյունի հետևանքով նա վնասվածքներ է ստացել ձախ ձեռքի եւ դեմքի շրջանում, տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Նույն շրջանում ականի վրա պայթել է նաեւ ադրբեջանական ռազմական բեռնատար։ Մեքենայում գտնվողների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ Վնուկովո օդանավակայանում ձերբակալել են 33-ամյա ադրբեջանցի կնոջ, որը փորձում էր Դուբայից Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով անցկացնել 18.5 միլիոն ռուբլի արժողությամբ զարդեր։ Զարդերը պատրաստված էին 18 կարատ ոսկուց եւ 950 կարատ պլատինից զարդարված ադամանդներով։ Դրանք առգրավվել են։ Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել։ Կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում կամ մինչև 1 միլիոն ռուբլի տուգանք։ Այսուհետև ոստիկանությունում բանակցային ստորաբաժանում կգործի, ըստ ներքին գործերի նախարարության հաղորդագրության, հավաքների եւ հանրային միջոցառումների ժամանակ շատ հաճախ իրավիճակը լարվում է, եւ հենց այդտեղ է, որ բանակցություններ վարող ոստիկանն ընտրում է երկխոսելու տարբերակը, որպես զենք կիրառելով ազդեցիկ խոսքը, հոգեբանական գիտելիքները։ Ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանն ընդգծում է, որ բանակցային ստորաբաժանման խնդիրն է ոստիկանության եւ միջոցառումների մասնակիցների միջև վերացնել մենք նրանք անջրպետը, դրսևորել քաղաքացիակենտրոն մոտեցում։ Պետրոսյանի խոսքով բանակցող ոստիկաններն ընտրվել են մի շարք մասնագիտական եւ անձնական չափորոշիչների հիման վրա։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քաղաքային ոստիկանության աշխատակիցների ջանքերի շնորհիվ քաղաքացիները հունվարի 8-ից փետրվարի 12-ը կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք զինամթերք, այդ թվում ծխային ռումբեր, գնդացիրների փամփուշտներ, նռնակներ եւ այլն։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը, հիշեցնելով, որ այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Հիմա եղանակի մասին։ Այս օրերի գարնանային պարզ եղանակը մի փոքր կզիջի կարճատև տեղումներին։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հանրապետության տարածքում փետրվարի 19-ից 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ից 20-ին աստիճանաբար կնվազի 4-ից 5, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 7-ից 10 աստիճանով։ Այսքան այժմին մեր ամփոփիչ թողարկումը ժամը 19-ին է, բաց չթողնեք, կհանդիպենք։